Բարև ձեզ հարգելի լրագրողներ, հարգելի գործընկերներ, շատ ուրախ ենք ձեզ բոլորի տեսնել այսօր։ Շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Ինձ թվում է մենք բոլորս, ինչպես եւ դուք կարոտել էինք ոչ հեռավար ասուլիսներին, ձեր աթոռներին ձեզ համար նվերներ ենք պատրաստել ամանորի կապակցությամբ, որոնք կարող եք հետո ուսումնասիրել։ Եվ հիմա կսկսենք արդեն ՀՀՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի տարեվերջան ամփոփիչ ասուլիսը։ Սկզբից պարոն Մելիքբեկյանը հանդես կգա որոշակի ելույթով եւ դրանից հետո արդեն ձեր հարցերը կարող եք ուղղել տարբեր թեմաների շուրջ։ Խնդրեմ պարոն Մելիքբեկյան։ Բարև ձեզ Շորժ ջան, իրոք շատ ուրախալ եմ, որտեղ նախորդ անգամ մենք կարծեմ ստեղ էինք ամփոփում, բայց լրագրողներ չկային, հեռավար էր ասուլիսը։ Հիմա շատ լավ է, որ ուղիղ շփում կլինի, բոլոր հնարավոր հարցերը կբարձաբանենք տարեվերջին։ Ես շատ արագ սկսեմ խոսել 4 հիմնական կետեր եմ առանձնացրել, որից հետո կսպասեմ հարցերին։ Բնականաբար առաջին հարցը, որի մասին ուզում եմ խոսել եւ որը բոլորին ենթադրաբար ամենաշատն է հետաքրքրում, դա Հայաստանի հավաքականի մրցելիություններն են 2021 թվականի ընթացքում։ Մեզ համար եւ բոլորիս համար տարին Հայաստանի հավաքականի մասով երկու տարբեր մասերի բաժանվեց։ Մեկը գարնանային հատված էր, գումարած երկու ընկերական խաղեր, երբ որ եղան փայլուն հաղթանակներ, ընկերական խաղում փոխ-չեմպիոնի հետ ոչ ոքի եղավ, աշխարհի փոխ-չեմպիոնի եւ աշնանային հատվածը, որտեղ եղան պարտություններ եւ ոչ ոքիներ։ Եվ ակնհայտ է, որ գարնանային հաղթանակները բարձրացրեցին ակնկալիքների նշաձողը, մենք շատ ավելի սկսեցինք քաղաքականից սպասել, քան մրցաշրջանի մեկնարկից առաջ, իսկ աշնանային մրցելիություններից հետո որոշակի հիասթափություն կար, որը բնական էր։ Իմ կարծիքով հավաքականի, եթե հավաքականի վաստակած այդ 12 միավորը հավասարաչափ բաշխվեր երկու հատվածներում, նման հիասթափություն չէր լինի, բայց փորձենք հասկանալ, փորձենք գնահատել ոչ թե հատվածների բաժանելով, այլ ամբողջական ելույթը եւ փաստենք, որ հավաքած միավորների առումով սա աշխարհի առաջին ընտրական փուլերում երկրորդ արդյունքներ եւ մենք բազմիցս ասել ենք, որ մեր խնդիրն էր այս ընտրական փուլում եւ մարզիչը եւ ես յուրաքանչյուր խաղում միավորների համար պայքարել է։ Փորձել պայքարել մրցակցի դեմ միավորներ վաստակել համար, որը խաղերից 7-ում ստացվեց։ Իհարկե մեկում միավորներ չեղան, բայց պայքարը եղավ, 3-ում, այո, չստացվեց, բայց կարևոր ձեռքբերումների մասին խոսել, ինչ մենք քննարկել ենք մարզչական շտաբի հետ, կարևոր ձեռքբերումն այն էր, որ հավաքականում ներգրավել են մեծ թվով ֆուտբոլիստներ եւ հիմա հավաքականը դադարել է նմանվել փակ ակումբի, որտեղ միշտ հրավիրվում են գրեթե 80%-ով կամ 90%-ով նույն ֆուտբոլիստները։ Նախկինում ընտրությունը ավելի սահմանափակ թվով ֆուտբոլիստների միջև էր կատարվում, բայց հիմա մենք ունենք մոտ 5 տասնյակ երևի ֆուտբոլիստներ, որոնց շրջանում ընտրություն է կատարում գլխավոր մարզիչը։ Երբ մենք հրավիրում ենք Խոակին Կապարոսին, հստակ ձևակերպել էինք խնդիրը։ Մենք պետք է պայքարեինք հաղթանակի համար ազգերի լիգայում, միավորների համար պայքարել եւ ներգրավել նոր ֆուտբոլիստներ աշխարհի առաջին ընտրական փուլում եւ տեսնել ինչ է ստացվում։ Եվ արդեն հետագայում պայքարել Եվրո 2024-ի ուղեգրի համար։ Սա այն խնդիրներ են, որոնք դրվել են, որոնք ֆեդերացիայի ղեկավարների կողմից բարձրաձայնվել են այս ընթացքում եւ մենք հիմա այդ փուլում ենք, որտեղ դեռևս մեր մշակած ծրագիրը մեր կարծիքով ընթացքում է։ Մենք այս տարի ունենք ազգերի լիգայի մրցաշարը, սա վերջին ստուգատեսն է մինչև Եվրո 2024-ը, որը մենք շատ կարևորում ենք եւ այստեղ հավաքականի արչեւ խաղային առումով խնդիր է դրվելու կայունացնել խաղը, ձևավորել այն ֆուտբոլիստների կորիզը, որոնք հիմնականում խաղալու են ընտրական փուլում Եվրոպայի առաջնության եւ կա արդյունքի վերաբերյալ խնդիր, որը մենք դեռ մարզչի հետ չենք քննարկել, բայց այդ խնդիրը կդրվի, խնդիրը լինելու է դուրս չմնալ B-խմբից նվազագույն սա խնդիրն է։ Ինչ կունենանք, իհարկե կհասկանանք արդեն ավելի մոտ խաղերի։ Ես կարճ նաև ուզում եմ այս առումով անդրադառնալ նոր ֆուտբոլիստների ներգրավմանը։ Նախորդ ընտրական փուլում շատ ակտիվ գործընթաց է եղել, դուք գիտեք, եւ ամենակարևորն ինչն է, մենք օգտագործել ենք բոլոր տիպի ռեսուրսները, այսինքն մենք ներքին առաջնության ռեսուրսներն ենք օգտագործել, որտեղից նոր ֆուտբոլիստներ են հավաքական կանչվել, երիտասարդական հավաքականի, որտեղից այս տարի 3 ֆուտբոլիստ կանչվեցին, 2-ը խաղացին եւ դեռևս այս process-ը շարունակվելու է, որովհետեւ կան ֆուտբոլիստներ, որոնց դիտարկում է գլխավոր մարզիչը եւ իհարկե
հայազգի արտասահմանում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների ներգրավումն է։ Բոլոր 3 ուղղություններով մենք աշխատել ենք եւ աշխատանքը շարունակելու ենք նաեւ գալիք տարի։ Երկրորդ թեման, որի մասին ցանկանում եմ խոսել եւ անդրադառնալ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համար շատ կարեւոր թեմա է, դա ենթակառուցվածքներն են, ենթակառուցվածքների զարգացումը։ Կարևորագույն ոլորտ է մեզ համար եւ դուք գիտեք, որ մենք հետամուտ ենք ենթակառուցվածքների բարելավմանը եւ հիմնականում աշխատում ենք դա անել մարզերում։ Մենք արդեն ավարտել ենք փոքր դաշտերի կառուցման առաջին փուլը, ունենք 90 խաղադաշտ 7 մարզերում։ Սա առաջին փուլն է եւ շարունակելու ենք լրացուցիչ ավելի ժամկետները կհայտնենք, այս դաշտերի մասին առանձին խոսենք, դրանք հիմնականում օգտագործվում են մեր փառատոների անցկացման, մրցաշարերի անցկացման համար եւ երկրորդը իհարկե արդեն խոշոր ենթակառուցվածքների վերակառուցում բարելավումն է, որի շուրջ այս տարին շատ ակտիվ, որի վերաբերյալ ակտիվ ծրագրեր են իրականացել։ Արմավիրի ստադիոնի բացման մասին այլևս չեմ խոսի, որովհետեւ դուք տեսաք, մենք ավարտին ենք արդեն հասցնում Աբովյանի եւ Վանաձորի ստադիոնների շինարարությունները եւ գալիք տարվա առաջին կիսամյակում 2 ստադիոններ վստահ եմ կհանձնվեն շահագործման ավելի շուտ, քան ամառը, հա, մոտավորապես գարնան ժամանակահատվածում եւ բացի դա ունենք եւս 3 ծրագիր, նախ 2022-ի առաջին կեսին լուսավորություն կտեղադրվի Գյումրիի քաղաքային ստադիոնում եւ Գյումրիում հնարավոր կլինի խաղալ արդեն երեկոյան։ Մենք այս տարի ենք ծրագիրը սկսել, սարքավորումները ամբողջովին պատվիրված են եւ ուղղակի գարնանը, հա, ձմռան ավարտից հետո կսկսվի տեղադրման փուլը։ Նույնը կարվի Աբովյանի ստադիոնում, դարձյալ Աբովյանի ստադիոնն էլ կլինի լուսավորությամբ եւ նաեւ Երևանի Շենգավիթի ֆուտբոլի դպրոցի խաղադաշտում լուսավորություն կլինի։ Իդեպ այս առումով նույնպես շատ կարեւորում եմ այնտեղի ծրագիրը, որովհետեւ սա ֆեդերացիայի հայտարարած ներդրման դիմաց քաղաքականությունն է, երբ անհատները, դպրոցի սեփականատերերը մեծածավալ ներդրումներ են իրականացրել, շատ կոկիկ արհեստական խոտածածկով խաղադաշտ են կառուցել Երևանի հարավում եւ ՀՖՖ-ն դրա դիմաց այնտեղ լուսավորություն կտեղադրի եւ բոլոր նշված վայրերում եւ Արմավիրում եւ Աբովյանում եւ Շենգավիթի խաղադաշտում եւ Գյումրիում նախատեսում ենք անցկացնել տարբեր տարեքային հավաքականների հանդիպումներ, այսինքն մեկ անգամ փորձ ունեցել ենք 2 տարի առաջ, երբ Հայաստան-Լյուքսեմբուրգ խաղը Գյումրիում անցկացվեց երիտասարդական հավաքականների, Չարենցավանում կանանց ազգային հավաքանի հանդիպումներ ենք անցկացրել, հիմա շատ ավելի աշխարհագրություն լայնացնելու ենք, մասնավորապես որպես ասացի սապացույց նշեմ, որ մարտին կայանալիք Հայաստան-Ուկրաինա երիտասարդական հավաքականների հանդիպումը անցկացվելու է Արմավիրի նորաբաց ստադիոնում մարտի 24-ին, սա առաջին ծիծեռնակն է, բայց շարունակաբար մենք կփորձենք Երևանից դուրս անել տարբեր տարիքային հավաքականների հանդիպումները։ Եվ եւս մեկ կարևորագույն ծրագիր, որի մասին ցանկանում եմ խոսել, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շատ է կարևորում, որ մենք արդեն սկսել ենք նախագծային աշխատանքները եւ հաջորդ տարվա նույնպես առաջին կիսամյակի վերջին արդեն կամ միջնամասում կախված շինարարության տեմպերից մենք կհանձնենք շահագործման Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի դպրոցը Երևանի կենտրոնում ստադիոնի մոտ արհեստական խոտածածկով խաղադաշտ կլինի, որտեղ հնարավորություն կունենան մարզվել 200 երեխաներ։ Կենտրոնում Երևանի նման հնարավորություն չկա ֆուտբոլով զբաղվելու։ Մեզ համար սա որոշակիորեն բացառիկ նախաձեռնություն է, որովհետև նոր ենթակառուցվածք ենք ստեղծում լեգենդար ֆուտբոլիստի անունով եւ կարծում եմ հետագայի համար սա շատ լավ օրինակ կլինի, հետագայում նույնպես նման ծրագրեր կիրականացվեն թե անհատների, թե հնարավոր ֆեդերացիայի կողմից։ Սրանք առաջին կիսամյակում ներկայումս 21 թվականին սկսած եւ այնինչ կավարտվի հաջորդ տարվա առաջին կիսամյակում սրանք բարելավման ծրագրերն են, իսկ այլ նախաձեռնություններ էլ կլինեն, որի մասին լրացուցիչ կհայտնենք։ Երրորդ կետով ես կցանկանամ խոսել ազգային առաջնությունից, նման թեման իհարկե հնարավոր չէ շրջանցել, 2 կտորով այս մասին կարող ենք քննարկում ծավալել։ Վիբեթ Հայաստանի Պրեմիեր լիգան կարծում եմ նոր ընթացք է վերցրել այս ոլորտում պետք է գոհունակություն հայտնեմ ես մեր գործընկերոջ Վիբեթ ընկերության հետ կապված, քանի որ սրանք ոչ թե ֆեդերացիա հովանավոր ուղղակի հարաբերություններ են, այլ գործընկերություն, որը ուղղված է Վիբեթ Հայաստանի Պրեմիեր լիգայի զարգացմանը եւ նոր, այսպես ասենք, հա, պրոդուկտի ստեղծմանը։ Մենք համատեղ ջանքերով ձգտում ենք
առաջնությունը ավելի գրավիչ դարձնել, ցուցադրությունը լուսաբանումը փորձում ենք հասնել միջազգային չափանիշների, դա անընդհատ աշխատանք է, բայց ես կարծում եմ ճիշտ ուղու վրա ենք եւ այս առումով էլ կարևորագույն դեր է խաղալու նաեւ հաջորդ տարի արդեն վառ համակարգի ներմուծումը, շատ ակտիվ աշխատանքներ են իրականացվում, արդեն վերապատրաստումների ժամկետները կան մրցավարների, մենք արդեն որոշակի մասնագետներ գրել ենք, որոնք սկսել են արդեն դասախոսություններ կարդալ եւ հուսամ արդեն, որ հաջորդ մրցաշրջանում Հայաստանի առաջնության բոլոր հանդիպումներում կունենանք վառ համակարգ եւ կարծում եմ, եթե այս տեմպերով շարունակենք, դա կլինի։ Հայաստանի ավականի խաղերի վառ համակարգի ներմուծումը շատ լավ փորձ էր մեզ համար։ Մենք էլ կարողացանք հասկանալ ինչպես առաջ շարժվել եւ սա միանշանակ Հայաստանի առաջնությունը սարքելու է ավելի լավը, որովհետեւ նաեւ վստահության մակարդակն է բարձրացնելու։ Չնայած այդ առումով ես կարծում եմ, որ մենք բավական առաջընթաց ունենք, որի մասին ավելի ուշ կխոսենք։ Ձեռքբերումների մասին ակումբային ֆուտբոլում դուք գիտեք, որ Հայաստանի չեմպիոնը Ալաշկերտը այս անգամ առաջին անգամ պատմության մեջ խմբային փուլի ուղեգիր է ձեռք բերել։ Ընթացքում Կայրաթին է հաղթել, որի բյուջեն գիտեք անգամներ մեծ է յուրաքանչյուր հայկական թիմի բյուջեից։ Շատ արժանապատիվ ֆուտբոլ է խաղացել Գլազգո Ռեյնջերսի հետ աշխարհարչակ եւ նաեւ լավ մրցելույթներով աչքի ենք Երևանի Արարատը։ Եվ շատ մեծ հույսեր ունենք, որ հաջորդ տարի Եվրագավաթներում ել ավելի կհաջողեն մեր ակումբները։ Ես կարծում եմ նաեւ առաջնության հետ կապված պետք է նշենք Գորսկոմի որոշումը, որով ԲԿՄ-ն հայտնվեց բարձրագույն խմբում, մենք ընթացքից նախագծի զարգացումից շատ գոհ ենք։ Բացի դա նորավանքը որպես մարզային թիմ եւ հույս ունեմ Գառնանը կտեղափոխվեն արդեն իրենց մարզադաշտ, որը գրեթե պատրաստ է, նորավանքն էլ շատ ուրախալի փաստ է, որ արկա է, ակումբը շատ խաղում է Հայաստանի Վիպետ Պրեմիեր լիգայում եւ Վիպետ Գավաթի խաղարկությունում հաջող մրցելույթներ է ունենում եւ նաեւ եւս մի կետ, որ շատ կարեւորում ենք, որ օգոստոսին վերջապես ֆուտբոլը Կապան վերադարձավ երկարատև ընդմիջումից հետո, Կապանի Գանձասարը արդեն խաղում է առաջին լիգայում, իհարկե բավական բարդ իրավիճակում դեռևս, բայց հուսանք, որ այդ ակումբը կշարունակի իր մրցելույթները եւ կդառնա այն Գանձասարը, որին մենք տեսնում ենք տարիներ առաջ։ Չորրորդ կետը ես խոսեմ նաեւ ՀՖ-ի հիմնական առաքելություններից մեկի մասին, դա ֆուտբոլի մասսայականացումն է։ Այստեղ երկու կարևորագույն իրադարձություն է եղել, որը կարող է աչքի չի ընկել կամ ուշադրությունից դուրս է մնացել հիմնականում, բայց ես կարծում եմ, որ սա շատ կարևոր նախաձեռնությունների հիմք է։ Առաջինը դա սիրողական առաջնության մեկնարկն է։ Ես կարծում եմ, որ նա հաջող ընթացք ունի, հաջորդ տարի մենք պետք է որ մեծացնենք աշխարհագրությունը, աշխատում ենք այդ ուղղությամբ եւ թիմերի քանակը կշատացնենք։ Սիրողական առաջնությունը բացի ֆուտբոլի մասսայականացումից մեկ այլ կարևոր առաքելություն ունի, հա, մենք ունենք ֆուտբոլիստներ, որոնք բանակ են գնում 18 տարեկանում վերադառնում են եւ շատ քիչ են օրինակները հայկական ֆուտբոլի պատմության մեջ, երբ կան օրինակներ իհարկե, երբ շարունակում են պրոֆեսիոնալ ֆուտբոլ խաղալ, բայց այդ օրինակները քիչ են։ Սա եւս մեկ տեղ է, որտեղ ֆուտբոլիստները կարող են վերադառնալ, խաղալ եւ գուցե հետագայում շարունակեն զբաղվել պրոֆեսիոնալ ֆուտբոլով։ Ինչ վերաբերում է դպրոցական առաջնությանը, սա շատ կարևոր նախաձեռնություն է, բազմաթիվ երեխաներ հնարավորություն են պարզապես ֆուտբոլ խաղալ, առաջին հերթին ծանոթանալ տարբեր մարզերում իրենց հասակակիցների հետ, հաճույք ստանալ խաղից, սա սոցիալականացման մեծ խնդիր է։ Մենք ունեցել ենք, գուցե ռեպորտաժը տեսել եք, եթե չեմ սխալվում, մինչև 12 տարեկանների առաջնությունում, երբ Շիրակի մարզի թիմը Եզրափակ Ջիմսյունիքի մարզի թիմին հաղթեց եւ սա շատ խորհրդանշական է, երբ որ այդքան լայն աշխարհագրությամբ թիմեր խաղում էին եւ էմոցիաներ կար, հուզմունք կար, ուրախություն կար, սա շատ ուրախալի է։ Պետք է շարունակենք այս նախաձեռնությունը, արդեն ամեն ինչ ծրագրված է եւ սա ցավոք շահակակակ լինի, կարևորն է նաեւ մասսայականությունը ֆուտբոլի։ Ասեմ, որ մենք բավականաչափ մեծացրել ենք մանկապատանեկան ֆուտբոլի մրցաշարերի քանակը, չեմ խոսում միայն փառատոնների եւ սիրողական մրցաշարերի մասին, M8-ից մինչև 8 տարեկանից մինչև 18 տարեկանների առաջնություններում Հայաստանի, հիմա մենք ունենք 34 մրցաշար եւ 250 թիմ, ընդհանուր առմամբ սա միայն տղաների ֆուտբոլի մասին է խոսքը, մենք ունենք մոտ 5000 գրանցված ֆուտբոլիստ,
որոնք խաղում են Հայաստանի առաջնություններում, այս թիվը տարեց տարի աճում է եւ աճը իմ կարծիքով պետք է որ շարունակական լինի։ Սա այն հարցերն էր, որի մասին ես էի ցանկանում խոսել, իսկ հիմա շատ մեծ ուրախությամբ լսենք հարցերը եւ փորձենք պատասխանել հարցերին։ Խնդրեմ։ Ընտրեմ հարց